ժողովուրդը Տեր, դու տեսնում ես ինչքան մարդիկ այսօր չեն եկել, խնդրում եմ, այցելես ամեն մեկին, որտեղ էլ որ լինեն, Հայր, խնդրում ու աղաչում ենք քեզ, քո Սուրբ Որդի Հիսուս Քրիստոսի անունով, քո Սուրբ Հոգովդ օրհնես, եթե հիվանդ են բժշկես, զորացնես, հավատքի մեջ տկարեն Տեր, ուժը զորություն տուր Տեր Աստված, պահես ձեռքերի տակ Հայր, ամեն չարից Տեր ջան, որ ոչ մեկը չկորսվի, հապա հավիտենական կյանք եւ փրկություն ունենան, թող ամեն մի հոգի ես քաղաքի մեջ ճանաչի քեզ, ճանաչի քո անունը, իմանա քո խոսքը, իմանա ինչի համար ա եկել, որտեղից ա եկել եւ ուր ա գնալու, Հայր խնդրում ենք քո ձեռքդ, քո օրհնությունը Տեր, ուժ ու զորություն դու քո եկեղեցուն քեզ ծառայելու Տեր, թող դրսևորվի քո եկեղեցին քո կամքի ձևով, քո ուզած ձևով, քո ճանապարհներով Հայր, օրհնյալ Հայր, ինչպես քո աշակերտներ մենք էլ հանձնվում ենք քո ձեռքերի մեջ, զորություն դուր, զորություն, համարձակություն դուր քեզ ծառայելու, սուրբ ապրելու, օրինակ լինելու Տեր, մեր սրբությունով, մեր ամեն կյանքով Տեր օրինակ լինելու, ամեն տեղ մեր շրջապատի մեջ Տեր, որ չվախենանք քո անունը դավանելու, չվախենանք քո խոսքը պահելուց Տեր ջան, դու ես ճշմարիտը, դու ես սուրբը, դու ես կյանքը եւ միակը, դու ես ալֆան եւ օմեգան, սկիզբը եւ վերջը, քեզանով ամեն բանը սկսված, օրհնյալ է քո սուրբ անունը Տեր, շնորհակալ եմ, որ գտել ես մեզ Տեր, փրկում ես մեզ, ողորմում ես մեզ Տեր ջան, դու էլի գառներ ունես այս քաղաքում եւ աշխարհի մեջ, գտի քո բոլոր կորած գառները Տեր Աստված, եւ անունը թող քո փառավորվի, հավիտյանս հավիտենից, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, հալելույա, ամեն։ Երկու հոգու ողջունի, ասա ուրախ եմ, որ տեսնում եմ քեզ այսօր այստեղ, ամեն, հալելույա, փառք մեր Հիսուսին, օրհնյալ է մեր Աստվածը, մենք այսօր շատ աղոթելու ծառայություն ունենք եւ ընդհանրապես աղոթքը դա քրիստոնյայի համար առաջի կարելի ասել ծարավն ու փափագը պետք է եղնի, որովհետեւ աղոթելով ա որ մենք երևում է մեր կախվածությունը Աստծուց, երբ որ մարդը չի աղոթում, ինքը իրա չաղոթելով ցույց է տալի, որ ինքը կախում չունի Աստծուց։ Երբ որ աղոթում ենք, դա նշանակում է մենք խնդրում ենք Տիրոջը, որ Տեր, մեր ամեն ինչը, իրականում մեր ամեն ինչը իր ձեռքերի մեջ է։ Ամեն, այդպես է թե չէ, այդպես է։ Մեր զորությունով չի, մեր գիտությունով չի, մեր ֆինանսներով չի, մեր ուժով չի, Աստված ասում է, իմ Սուրբ Հոգիով է։ Սերներ, այսօր ուզում եմ կիսվեմ ձեզ հետ միասին մի հատ թեմայի շուրջ, որի անունը մեղք է, մեղք։ Պիտի նայենք մեղքի թեման այսօր, մեղքի սահմանումը, մեղքը ինչպես մտավ աշխարհ եւ նրա ազդեցությունը եւ մեղքից ազատագրումը։ Այս թեման ուզում եմ այսօր մենք մի քիչ ուսումնասիրենք, որքան հնարավոր է, եւ հետո կաղոթենք։ Ես գիտեք, մեկ մարդկությանը թվում է, որ իրանք մեղավոր չեն։ Նորմալ է, որ մի անգամ կյանքից մեջ դուք եմ խոսացել։ Եվ հավատացեք, մի անգամ, եթե դու մի անգամ քո կյանքիդ մեջ սուտ ես խոսացել, եւ դու դրանից չես ապաշխարել, ուրեմն դու փրկություն չունես։ Մեզ պիտի քննենք ինչա մեղքը, ամեն, նայենք ինչա այդ մեղքը։ Ու շատիր եղնենք։ Ես կուզենամ, որ դուք գրեք այն խոսքերը, ինչ որ այսօր կասվի, ես երևի շատ բան չկարդամ, մի քանի կարևոր համարներ եւ մի քանի վերլուծություններ, բայց դուք
տանը սրա վրա մտածենք, որովհետև հենց մեղքի հետևանքն է, որ բերում է մեր կյանքերում մահ, բերում է կործանում, բերում է հավիտենական կյանքի ոչնչացում։ Այսինքն մեղքը մարդուն հեռացնում է Աստծուց։ Եվ գիտենք նաև, որ չկա աշխարհի մեջ այդ ձև որևէ մեկը, որ արդար եղնի կամ էլ սուրբ եղնի։ Բոլորը մեղանչեցին եւ մեկտեղ անպիտան եղան։ Բոլորը մեղանչեցին։ Այն որ մեր հայր Ադամը մեղ գործեց, այդ մեղքի հետևանքով մահը եկավ եւ դա սկսեց իշխել եւ թագավորել մինչեւ այսօր մեր օրերի մեջ։ Իհարկե Աստված այդպես չի թողել։ Ինքը ամենակարողն է մտածել մեր բոլորի մասին։ Նույնիսկ մեր մտքով էլ երևի չանցներ ու այսօր էլ ես ասեմ, որ շատերի մտքով չի ասնեմ։ Օրինակ, անհավատները մտածում են, եկեք մեռնելուց չխոսանք։ Դրա ժամանակը չի, ես չգիտեմ, դրանք ինչ-որ ժամանակ ունեն, ինչ-որ պայմանավորվածություն ունեն, կան չէ, շատ հարուստներ, մեկ էլ իրանց թվում է, իրանք մահկանացու չեն, իրանք հաշիվ են տվել ու դասավորել են, երբ որ իրանք ժամանակը գա, ես չգիտեմ, իրանց ուզած ձևով, այդպես չի լինում, մենք գիտենք, որ դա այդպես չի լինում, և չի լինում նաև այնպես, որ գնա մեռի ու կաղոթենք քո համար դու փրկություն կունենաս, այդպես էլ չի լինում, և հնարավոր էլ չի, որ ինչ-որ մեկը մյուսի համար կյանք տա կամ էլ կարողանա փրկի, ես իմ երեխեքի համար չեմ կարա փրկություն լինել, ես չեմ կարա ոչ մեկին փրկվել, մենք հեսա կնայենք Սուրբ Գրքի մեջ բոլոր այդ համարները ու շատ կուզենամ, որ այս խոսքերը, այս վարդապետությունը, որ շատ կարևոր է, որովհետև մենք Աստծուն չենք եկել նրա համար, որ մենակ խնդրենք այս աշխարհի ժամանակավոր կյանքի համար ինչ-որ բաներ։ Օրինակ, միջև իմ հավատքի գալը ես միշտ խնդրել եմ այս աշխարհի համար, իմ համար, իմ ցանկանալու համար, իմ համար բարիքներ, իմ մարմնին, իմ անձին, իմ անունին, իմ կյանքին, իմ ֆինանսներին, ու այն ինչ որ այս աշխարհի մեջ ես պիտի օգտագործեմ։ Բայց արի ու տես, Աստված ընդհանրապես իր որդին դրա համար չի ուղարկել։ Մենք կոչվում ենք քրիստոնյա ու չգիտենք, մենք աղոթքներ ենք արել եւ չգիտենք, բայց դա Աստված ուզում է, թե չի ուզում, թե մեզ թվում է, Աստծո ողորմությունը բոլորի հետ է, եթե քո գործերը հաջողակ են, դա չի նշանակում Տերը քեզ լսել է, պարզապես քո գործերը այսօր հաջողակ են, և եթե հաջողակ են, չի նշանակում, որ դու արդար ես, ուրեմն սուրբ ես, ուրեմն Աստված քեզ լսում է, ու ինչ-որ մեկի գործերն էլ, որ պրոբլեմներ ու օգսեր ունի, ուրեմն Աստված դրան չի լսում։ Այդպիսին չի։ Ես ավելին կասեմ, այդպիսի դժվար ճանապարհի մեջ անցնող մարդու կողքին Աստված կանգնած է։ Ու մենք իրավունք չունենք որպես քրիստոնյա հավատացյալներ նույնիսկ այդ ձև սահմաններ տնենք ձևեր, ես լավն եմ, նա լավը չի, ինչ-որ բաներ, որտեղ մենք կարող է բարկացնենք Աստծուն մեր վրա։ Ամեն։ Մենք իրավունք չունենք որևէ մեկին դատենք կամ էլ քննարկենք։ Ուրեմն, եկեք սկսենք։ Գիրք ունեք, տետր ունեք, գրիչ ունեք, հաջորդ ժողովից բոլորիդ տետերին ստուգել, եթե աշակերտ եք պտի ունենանք։ Ամեն։ Ես օրինակ գնում եմ ցանկացած ժողովի, որ ես գնամ, թեկուզ մեր եկեղեցում չեղնեմ, կոնֆերանսի, հիմի որ պլաշետ ունեմ, այն ժամանակ չունեի, ես մի հատ իմ տետրերը շատ լավ հաստ ու մեծ տետրեր են ու նստում գրում էին։ Ունեցեք ձեր մոդելներ, որ գրեք։ Մեղքի սահմանումը, ինչ է այսինքն մեղքը, եկեք մի հատ համար կարդանք Սուրբ Գրքից ու էլի կնայենք ու կմտածենք։ Ամեն անիրավություն մեղք է և կա մեղք, որ մահ չի։ Ամեն անիրավություն մեղք է, դա առաջի Հովհաննես 5:17, կարակ գրեք ընդեղ նայեք ու ձեր մոտ էլ նշեք, պետք չի գիրքը բացես, ժամանակ կորցնես, որ ընդեղ կարդաս, այստեղ կգրվի, դրա փոխարեն ավելի լավ է, դու պարզապես քո տետրի մեջ գրի այդ խոսքը, հետո տանը կնայես, ամեն, որտեղ միջև որ մենք գտնում ենք, ուրիշ մտքերը արդեն անցնում են ու դու չես կարողանում լսես։
Ուրեմն ամեն անիրավություն մեղք է։ Անիրավություն, այսինքն անօրենք բան։ Մենք գիտենք, որ Աստված օրենքներ սահմանեց, ես ասեմ մի կարևոր բան, այն մարդիկ, որ այստեղ կմտածեն իրանք շնորհքի տակ են, ասեմ քեզ, Հիսուսը ասավ, ես չեմ եկել, որ օրենքը քանդեմ, ես եկել եմ, որ կատարեմ, եւ այդ օրենքը Աստված օրենքներ դրեց եւ ոչ մենակ գրեց այնտեղ 10 պատվիրանքներ, էլի շատ կանոններ կար եւ օրենքներ կար, որ Աստված ասել էր չխախտենք դրանց։ Եվ հենց այդ օրենքները, երբ որ խախտում ենք, դա անօրենություն է կոչվում։ Այսինքն մեղք։ Չհնազանդվել Տիրոջը, դա հենց այդ է։ Ու մենք գիտենք Աստված ինչ օրենքներ ունի։ Նույնիսկ մենք աշխարհի մեջ լավ գիտենք, որն է բարի, ամեն։ Եկեղեցի չենք եկել, բայց լավ հասկացել ենք, ինչն է բարի, ինչն է չար, որն է վատ, որն է լավ։ Եվ իզուր տեղը նույնիսկ աշխարհի մեջ լինելով, ես ասեմ, որ բոլոր մարդիկ իրանք ունեն խիղճ, եւ այդ խիղճը, որի միջոցով Աստված խոսում է իրանց հետ, թեպետ իրանք գիրք չեն կարդում, գիրք չգիտեն, բայց կա Աստծո օրենքը, ամեն։ Կողքինի տաս Աստծո օրենքը գրված այդ մարդկանց խղճերի վրա, որ այդ մարդը ինքս ինքան գիտի, այս արած իր գործը շատ մեծ չարիք էր։ Եվ անօրենություն, եւ հենց այդ անօրենությունն է, հենց ինքն էր, որ կոչվում է մեղք։ Առաջի Հովհաննես 3-րդ գլխի մեջ 4-րդ խոսքում ասում է. ամեն ով որ մեղք է գործում, նա անօրենություն է անում։ Մեղքն է անօրենությունը։ Ամեն ով որ մեղք է գործում, դա անօրենություն։ Եկեք անօրեն բառը, այսինքն օրենքը խախտել։ Ես չեմ ուզում հիմի դնենք մենք Ղևտացից գիրքը կարդանք, 10 պատվիրանքները բերենք, օրենքի մասին մենք գիտենք։ Օրինակ Ադամի ու Եվայի մասին։ Աստված եկավ եւ Ադամին ասավ. այգու բոլոր ծառերից կերեք, բայց բարին եւ չարը գիտնալու ծառից չուտեք, որովհետեւ այն օրը որ ուտեք կմեռնեք։ Դա օրենք էր, դրվել էր այնտեղ, այդ կարգը Աստված սահմանել էր։ Պատճառները շատ են, ես չեմ ուզում դրանց վրա թեմա փոխենք, ծավալվենք, դուք կարաք կստացի մտածեք դրա մասին, շատ լավ կլի, որ մտածեք, քննեք, ինչն էր պատճառը, որ դրվել էր, ինչի համար էր դրվել, ու Տիրոջը հարցրեք, որովհետև նա կենդանի է, ամեն։ Նա խոսում է, նա ասում է, մենակ դու հարցրա եւ նրա խոսքի վրա մտածի ու կտենաս ինքը Աստված քեզ պատասխաններ է տալիս։ Այն բաները, որ դու չես հասկանա, խնդրում եմ կարաս գաս, հարցնես, խոսանք, այստեղ կկիսվենք դրա մասին եւ լավ կլինի։ Ամեն ով որ մեղք է գործում, նա անօրենություն է անում, այսինքն հենց այդ մեղքն էլ անօրենությունն է, այսինքն օրենքը խախտել։ Մերժել Աստծո օրենքը, սա մերժել Աստծո օրենքը, սա նշանակում է, ես ինձ հետաքրքիր չի դու ինչ ես գրել, ես ազատ մարդ եմ, ես անում եմ այնպես, ինչպես որ ես ուզում եմ, իհարկե դու իրավունք ունես անելու ինչ որ ուզում ես, բայց Աստված կարգ ու կանոն է դրել, օրենքներ է դրել, որ այդ օրենքները եթե դու չպահես, հաստատ քո համար վատ կլինի, ամեն։ Եթե երեխեն ծնվում է եւ երեխեն իր ձեռքը տանում է մի տակ բանի դնելու, իրանը զգուշացնում եք, թե չէ։ Նորմալ մարդիկ զգուշացնում են, նորմալ մարդիկ չեն ասում, ձեռքը դուր թող երկու անգամ կվարվի կտենա։ Աստված նախորոք զգուշացրեց։ Ստեղ եք, զգուշացրու, շատ կարևոր է զգուշացնես։ Ոչինչ, Ադամն էլ չհասկացավ, բայց Աստված զգուշացրել էր։ Ու դա շատ լավ է, հարկավոր է պարզապես զգուշացնել, եւ եթե հետո երեխեն դնի, հետո արդեն ավելի լավ կհիշի, որ իր մաման, իր պապան ասել են, որ ձեռքդ կրակի վրա չտանես, կրակի մեջ չմտցնես, որովհետեւ հենց մտցրեցիր, կվարվի քո ձեռքը։ Եվ Աստված Ադամին պատվիրել էր այդ պատվիրանը։ Չուտես, ամեն ինչից կեր, բայց սրանից չուտես, որովհետեւ դու կմեռնես, ալելույա։ Եկեք կարդանք սերներ հենց ծննդոց 3-րդ գլուխը։ Եվ կինը ասեց օձին.
Պարտեզի ծառերի պտուղներից ուտում ենք, բայց այն ծառի պտուղիցը, որ պարտեզի մեջտեղն է, Աստված ասեց. մի ուտեք, նրանից եւ նրան մի կպչեք, որ չմեռնեք։ Ինչքան հետաքրքիր է։ Մի քիչ վերևում, երբ որ կարդում ենք, հետո դուք ձեր կանը կկարդաք, ես չեմ ուզում միտքը փոխեմ, շատ կերգարի, եթե ասեմ։ Օձը եկել էր եւ իրան հարցնում էր։ Օձը դա խորհուրդ էր սատանայի, սատանան օձի միջոցով եկել էր եւ Եվային մտքեր էր բերում։ Ես ասեմ, որ այսօր էլ հեռու չի, այսօր էլ Աստված մեզ մտքեր է բերում, այստեղ կա մարդ, որ վաղշը միտք չունի, Փարտիրոջը, կա չէ, այստեղ ոնց ուզում է, հետ եղել է, որ ընդհանրապես ոչ մի բան չմտածես, հլա փորձեք, այսօր որ տուն գնացեք, հլա փորձեք, դա անհնար է, հա, դա անհնար է պարզապես, այստեղ միտքը չաշխատի, դա անհնար է, բայց մենք պետք է լավ գիտակցենք այդ մտքերը, այդ ձայները, որ գալիս են մեր մտքի մեջ, մեր ուղեղի մեջ, որտեղից են գալի, ով բերեց, ով է ինձ խոսում, ով է իմ կողքին նստել եւ ինչեր է պատմում, եւ ինչեր է կամած գցում իմ սրտի մեջ։ Եվ Եվան էլ այդպես միամիտ լսեց օձին եւ օձը հենց սկսեց սատանան օձի միջոցով փորձել եւ խաբել, որպեսի վնասի Աստծուն եւ Աստծո ստեղծած մարդուն։ Եվ կինը ասեց օձին. Պարտեզի ծառերի պտուղներից ուտում ենք, բայց այն ծառի պտուղիցը, որ պարտեզի մեջտեղն է, Աստված ասեց մի ուտեք։ Նրանից եւ նրան մի կպչեք, որ չմեռնեք։ Եվ օձը կնոջն ասավ. բնավ չեք մեռնի։ Այն Աստված գիտի, թե այն օրը, որ նրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն եւ Աստծո պես կլինեք, բարին եւ չարը գիտացող։ Եվ կինը տեսավ, որ ծառը լավ է ուտելու համար, ասա տեսավ, թե հաճելի է աչքերին, եւ փափագելի է ծառը նայելու համար, առավ նրա պտղիցը եւ կերավ եւ իր հետ իր մարդուն էլ տվեց եւ նա էլ կերավ։ Պարզապես 3 անգամ սատանան միտքը գցեց ու թողեց գնաց, էլ նրա կողքին չէր, իրան հերիք էր այդքան խոսքը, հետ եղել է քեզ մեկը ինչ-որ գամ պատմի ու դու այդ ամբողջ գիշեր քունդ չտանի։ Ինչքան վատ է, չէ։ Լավն էր այդ մարդը, թե վատն էր։ Այդ մարդը լավն էր, բայց այդ մարդը չէր հասկանում ինչ արավ։ Հասկանում եք։ Բաներ կա, որ իսկի հետաքրքիր էլ չի եւ պետք էլ չի, նույնիսկ դաժե քեզանից բամբասել են կամ ճարակոսել են, ոչ մի բան չի փոխվելու, ամեն, եւ այքունն էլ չտանավ, գրված է շատ հաճելի էր նայելու, շատ գեղեցիկ էր, ծառը եւ շատ բարի էր նայելու համար ու նայում էր, առավոտից իրիկ ու նստած նայում էր այդ ծառին, ուրախանում էր, վայելում էր, արդեն մոռացել էր, որ Ադամ կա, Ադամն ուրա հացակեր է, դուրը թե հաճիկեր է, ես չգիտեմ, որտեղ է մանգալի Ադամը, ես էդ չգիտեմ, խիչ էր այդ պահին իրա կողքին դեմ, Եվան էլ գնաց է, թե Ադամն էլ գնաց է, վերլուծություն չանենք, բայց Եվան զբաղված էր ոչ նրանով, ինչով պիտի զբաղված լիներ, Դա Եվան եղնի, թե ամուսինն եղնի, ոչ մի տարբերություն չկա, տղամարդ թե կին, մենք էլ ենք շատ անգամ տղամարդիկ ընկնում են սխալների մեջ, մեղքերի մեջ եւ առավոտից իրիկու տեսնում ես ունայնության մեջ ենք մենք, այդպես է թե չէ, ամբողջ օրը թեկուզ եւ նույնիսկ դու մտածում ես քո ընտանիքի մասին, ես ասեմ դու սխալ ես անում։ Դա առաջի հայացքից նորմալ բան է։ Առաջի մարդկային հայացքից մտածում ես ինչ անես, օգնես, ես կոմ են կոմ, շատ բաներ կա, որ դու չես էլ կարա փոխես, հանձնի տիրոջը, հանձնվի տիրոջը, մտածի տիրոջ օրենքի վրա, ամեն, ու երբ որ մենք առանց Աստծու, ինչ որ բաներ ենք ուզում անենք, նույնիսկ մեր ընտանիքների, մեր կանանց, մեր երեխեքի համար, մենք հետո շեղվում ենք ճշմարտությունից, ամեն, առանց ինձ, եկեք իրար հետ կրկնենք, առանց Հիսուսի ոչինչ
չեն կարա անենք, առանց ինձ պտուղ չեք կարա բերեք, իզուր են տուն սարքողները, եթե Տերը չի սարքեմ տունը, մենք չենք կարա լավ ընտանիք կազմենք, լավ տուն ունենանք, լավ ընտանիք ունենանք, եթե Աստծո հետ չենք սկսել այդ գործը, հարկավոր է Աստծուն բերել այդտեղ, ամեն, չգիտեմ ոնց ես դու սկսել, բայց Աստծուն մտցրա այդտեղ, նա պատրաստ ասում է, ես կանգնած եմ քո դրանդ հետևին եւ թակում եմ, Միջև այսօր Աստված թակում է, որտեղ ունենք թերություն, որտեղ է բացակայում Աստված մեր կյանքերի մեջ, մեր Աստվածը հենց այդտեղ թակում է։ Թակում է այդ դուռը ասում է, բացի, ես կլուծեմ այդ հոգսը, ես կլուծեմ այդ պրոբլեմը, որովհետև այն ինչ որ անհնար է մարդու կողման է, հնարավոր է Աստծո կողման է։ Օշնյալա մեր Աստվածը եւ տեսեք սերներ օրենքը արդեն կար օրենքը Աստված դրել էր հենց ծննդոց գրքին Ադամի ու Եվայի համար եւ նրանք խախտեցին անօրենություն արեցին այսինքն անօրենություն իրանք նշանակում է մեղք գործեցին եւ հետևանքը եղավ որ մահացան, հետևանքն եղան, որ Աստծուն կորցրեցին և իրանք Աստծուց հեռացան։ Աստված դուրս արավ իրանք եդեմական պարտեզից և մահը եկավ և մինչև այսօր էր մարդիկ այդ ձև ադամական մեղքի հետևանքով ապրում ենք և գնում ենք այդպես առաջ։ Հաջորդ համարը, որ ուզում եմ կարդամ, Էլի օրենքի մասին մի խոսք ինչ ասեմ, քո աղքատի իրավունքը չծրես, նրա հետ դատվելիս, սուտ խոսքից հեռուկած և անմեղին ու արդարին մի մերցնի, որովհետև ես չարին չեմ արդարացնում և կաշառք չառնես, որովհետև կաշառքը կուրացնում է աչքա բացներին և շուռ է տալիս արդարների դատը, այսինքն արդարների դատը շուռ է տալիս։ Գիտես, այդ անօրենությունը, այդ մեղքը, դա լինի սուտ, դա լինի, ես չգիտեմ, ինչ ուզում է եղնի, դա քո օգուտի համար արիր, այդ պահին պետք էր, ինչ էր, ոչ մի տարբերություն չկար, ինչի համար էր, ում համար էր, մեղքը մնում է մեղք, և Աստված ասում է, որ ես չեմ կարողանա դա տանեմ, մի ծրի դատը, փող մի վերցրա, շահախնդրություն մի արա, աչառություն մի արա, հասկանում եք, չէ աչառություն, այս մեկը ծանոթ է, այդ մեկը ծանոթ չէ, այս մեկին լավ նայեմ, այդ մյուսին վատ նայեմ, ընդհանրապես ասում է, ինձ դուր չի գալի այդպիսի բաները, դա անօրենություն է, դա մեղք է, հենց այդ անօրենությունը, օրենքը խախտելը կոչվում է մեղք։ Ես ուզում եմ, որ դու ինքդ քո կյանքի քննես, պարզապես, մեզ պետք չի ուրիշին քննենք, մեզ պետք է մենք ինքներս քննենք, որտեղ Աստծո խոսքը ասում է, Աստվածաշունչը իմ խոսքը հայելի է, ամեն, հայելի է, և այդ հայելու մեջ մենք ամեն անգամ կանգնում ենք ու մեզ նայում ենք։ Ուրեմն, երբ որ մենք լսում ենք Աստծո խոսքը, համար առաջի հերթին մենք ինքներս մեզ ենք նայելու, Տեր, էլ ինչ սխալներ ունեմ, թերություններ ունեմ, տեղեր ունեմ, որ քո օրենքը խախտել եմ, հա մի փոքր է դա եղել, միգուցե պետք էր դա որ ես արեցի, ուրեմն դու մեղք ես գործել և մեղքը ունի իր հետևանքները։ Կամ ինչ-որ հարցեր օրենքի մասին, կամ ինչ է մեղքը, սահմանումը, օրենքի խախտումը, Աստծո օրենքի խախտումը, օրինակ աշխարհի մեջ օրենքներ կա, պետություն կա թույլ է տալի
տղան տղայի հետ ամուսնանում։ Մարդկային օրենքները կարան սխալ եղնեն, ոչ ճիշտ, սխալ ձևով մեկնաբանեն, կարան օրենքներ հանեն օրենքի դեմ։ Այսինքն մի օրենք ցուցադալի կարելի է, բայց մի հատ օրենք էլ հանում են, որ պետք եղնի թե չէ, այդ օրենքը օգտագործեն, այդ կարելի դառնա չի կարելի։ Ու այդ մարդը չիմանա ինչ անում։ Սա աշխարհի օրենքներն է։ Աստծո օրենքները արդար են։ Ամեն, նրանք սուրբ են եւ անփոփոխելի են սերներ։ Մենք պիտի սա միշտ իմանանք մեր ականջներին, պարզապես ող պիտի անենք, որ Աստծո օրենքը կատարյալ է, նա չի փոփոխվում։ Երբեք Աստված չհանեց մի հատ օրենք ու ասա, վայ, այս պահը սխալ էր, արդեն պիտի այսպես եղնի։ Տեսեք, օրենքը տվեց Աստված Մովսեսին, դրանից առաջ էլ մենք տեսնում ենք, Ադամն էլ օրենք ուներ իր համար տրված, որ պիտի այդ ծառի պտուղից չուտի, բայց նա անօրենություն արավ, այսինքն Աստծուն ամեն մի անօրենություն անել, այսինքն Աստծուն ասել, ինձ հետաքրքիր չի քո ասածը։ Ես ուզում եմ իմ ուզած ձևով անեմ, այնպես ինչպես իմ ցանկությունն է։ Երբ որ մենք անում ենք հենց այդպես էլ ստացվում է։ Միգուցե քեզ թվում է, անգիտակցաբար արեցիր, բայց մեր վարքը Աստծուն ասավ հենց այդ խոսքերը։ Դրա համար մեզ պետք է հասկանանք այս բանը։ Եթե դուք հարցեր ունեք, խնդրում եմ գրեք, հետո կտակ։ Ամեն։ Ինչպես մեղքը մտավ աշխարհ։ Եկեք նայենք։ Այն ինչ որ Աստված ստեղծել է բարի ու կատարյալ։ Աստված մեղավոր բան չի ստեղծել։ Եվ Աստված սխալ բաներ չի ստեղծել։ Նույնիսկ այն ծառը, որ դրված է, շատ կարևոր էր, որ այդ ծառը լիներ այնտեղ։ Մի օր մենք կկիսվենք դրա մասին, մենք շատ ենք կիսվել դրա մասին, խոսացել։ Դա շատ կարևոր էր, որ լիներ այնտեղ։ Եվ այն ինչ որ Աստված ստեղծել էր, կատարյալ ու բարի է, այնտեղ մեղք չի եղել։ Մեղք չի եղել ընդհանրապես։ Կարդում ենք Ծննդոց 3-րդ գլուխ առաջի խոսքից։ Տեսեք, եւ օծը խորամանկ էր, քան թե դաշտի բոլոր գազանները, որտեղ Աստվածը ստեղծել էր, եւ կնոջը ասեց, իրավ Աստված ասեց, մենք մի քիչ վերևից ենք սկսել այն խոսքը կարդալ, ինչ որ մենք կարդացինք։ Եվ օծը խորամանկ էր, ասա խորամանկ էր։ Քան թե դաշտի բոլոր գազանները, որտեղ Աստված ստեղծել էր, եւ կնոջը ասեց, իրավ Աստված ասեց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք, եւ օծը կնոջը ասավ, բնավ չեք բեռնի, այլ Աստված գիտի, թե այն օրը, որ նրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն եւ Աստծո պես կլինիք բարին եւ չարը գիտածով։ Մի փոքր եկեք այստեղ կանգ առնենք։ Իհարկե մտքերը շատ տարբեր են, բայց խորամանկությունը ինքն իրանից դա մեղք չի համարվում։ Եթե օրինակ տեսել եք երեխեք խորամանկ, նոր են ծնվել, բայց խորամանկ հայացքներ ունի, տեսել եք մարդիկ խորամանկ։ Կան չէ։ Ու այդ խորամանկությունը Տերը չի ուզում, որ մենք մարդկանց հետ շփվենք խորամանկաբար։ Հնարավոր է մենք շատ զգացմունքներ ունենք մեր մեջ, բայց ամեն մի զգացմունքը չի, որ ճիշտ է։ Օրինակ, կա մարդ, որ այստեղ բարկանում է։ Նորմալ է, որ բարկանաք։ Աստված ասում է բարկացիր, բայց մեղք մի գործի, այսինքն կարելի է բարկանալ։ Հա, երբ որ երեխուդ վրա ջղայնացել ես, կարաս բարկանաս, թե չէ։ Իհարկե կարաս։ Ես մի քիչ չեմ հասկանում այն մարդկանց, որ ասում են երեխու վրա չբարկանաս։ Հարկավոր է բարկանալ, ասել, մի քիչ ջղայնանալ, որ երեխեն հասկանա։ Ամեն, երբ որ մենք լրիվ ենք թող տալիս, ես չեմ ասում, հանկարծ բռնես ծեծես, ու շատ անգամ այդ քո բարկանալը նաև կարող է, նույնիսկ երեխեն չի հասկանում, չես բարկացել։ Ես հիշում եմ, իմ երեխեքի վրա, որ բարկանում է, ջղայնանում է, հետո ասում էի հասկացար, ինչ եմ անում,
հա հասկացանք, եթե չեն հասկացել բացատրում էի, ու մեկ էլ նույն բանը որ անում էի, մանավանդ Հովոյին, ասում եմ, բախի արեցիք, ասում եմ մոռացել էի։ Նորմալ է երեխա է, ամեն, ուրեմն էլի պետք է ասվի, երեխա է նորմալ է, տենց էլ կա, բարկանալ պետք, այսինքն բարկանալն ինքն իրանից նորմալ զգացմունք է, որ մարդը դա ունենա իրա մեջ, բայց երբ որ մարդը բարկանում է ու մեղ կա գործը, Այսպես սա սխալ է, երբ որ ձեր մեջ ընդհանրապես խորամանկություն կա, ստեղ է ամենամիամիտ մարդն է, անկես մարդը, չկա, Գեորգն է, Սուտ աստ։ Այս անգամ է թողինքն էլի։ Թողինքն էլի։ Համաձայն եք։ Օրհնյալ է մեր Աստվածը։ Ուզում եմ ասեմ, ինչ-որ բաներ կան, որ դա տրված չի, որ մենք դնենք ու մենք դրանցով ես չգիտեմ ինչ։ Բայց այս օծը շատ խորամանկ էր։ Ես սրա վրա շատ անգամներ եմ կանգ առնում և ասեմ ձեզ մի կարևոր բան։ Երբեք թույլ չտաք սատանան ձեր խորամանկությունը օգտագործի։ Իրա համար, իրա ցանկությունների համար։ Կամ ընդհանրապես մեզ օգտագործի, քեզ օգտագործի։ Սխալ ցանկությունների մեջ։ Մենակ խորամանկությունը չէ, նույնիսկ կարա պարզապես ցանկություն բերի։ Աչքի ցանկություն, մտքի ցանկություն, աշխարհի ցանկություն, անբարտավանություն, նախանձ։ Սա քոնը չի, սա սատանան բերում է քո մեջ և սկսում է քո մեջ ատելություն առաջացնել։ Ոնց էր Աստված Կայանին ասեմ, սատանան քո դռանը տակ, մեղքը քո դռանը տակ պառկած է և քեզ է փափագում, բայց դու իշխի նրա վրա։ Մի հատ նայի կողքինիդ ասա, իշխի քո խորամանկության վրա, իշխի քո նախանձի վրա, իշխի լիքը զգացմունքներ կան, որոնք որ Աստծուց չեն, իշխի դրանց վրա։ Մենք արդեն հասուն քրիստոնյաներ ենք, մենք փոքր չենք, որ ինչ-որ մեկին տեսանք մի քիչ ուշադրություն դարձնենք ու դու գնաս նախանձես, ասես օй նրան շատ ուշադրություն դարձրեցին ու ես իրավունք ունեմ նախանձելու։ Մի հատ նայի կողքինիդ, ասա իրավունք չունես նախանձելու։ Եթե դու հասուն քրիստոնյա ես, դու փոքր չես, ինչի էր Պողոս առաքյալը Կորինթացիներին ասում է ժամանակն է եկել, ժամանակին նայելով, տարիներին նայելով, դուք հաստատուն կերակուրի կարիք ունեիք, բայց ես տեսնում եմ, որ դուք դեռ փոքր եք, մանուկ եք, և չեք կար այն հաստատուն կերակուրը, որ տամ դուք տանեք, քանի որ ձեր մեջ ինչ կա, նախանձներ, կռիվներ, վիճաբանություններ, ես Ապողոսյան եմ, ես Պողոսյան եմ, ես Քրիստոսյան եմ, ես Իցունական եմ, ես ավետարանից եմ, ես սրանից եմ, ես նրանից եմ, ով է սա, ով է նա, ով է մյուսը, Քրիստոս, հասուն մարդը հասկանում է, դա ոչինչ, հալելույա, փառք Աստծո, իմ փոքր աղբորս ավելի շատ ուշադրություն դարձրեցին, լավ է, ես էլ եմ սիրում իրան, այն 12-11 աղբերը Հովսեփի բռնեցին, շորերը հանեցին, լավ է գոնե չսպանեցին, ճղեցին իրան էլ ծախեցին, փող աշխատելու պահեր, լավ միտք էր եկել, լուչեի ձև անենք, 20 արծաթը վերցրեցին, ծախեցին, գնաց Հովսեփը, ինչն էր նախանձը, ինչն էր, որ Կայինը սպանեց Աբելին, նախանձը, իշխի դրանց վրա, ամեն, սերներ, մի քիչ շեղվեցինք թեմայից, բայց ես չեմ ուզում դրանցից շեղվենք, և հաջորդ համարը, որ ուզում եմ կարդամ, ուրեմն հայտնության, տեսեք ինչ ասում, և վայր գծվեցավ մեծ վիշապը, այն առաջի օձը, որ բանսարկու է, սատանա է կոչվում, այն բովանդակ աշխարհը մոլորեցնողը վայր գծվեց իր երկրի վրա և իր հրեշտակներին էլ իր հրեշտակներն էլ իր հետ վայր գծվեցին։ Այս ես պատմում եմ մի բան, որ աշխարհի վրա դեռ ոչ մեկը գոյություն չի ունեցել։ Երկիր մոլորակի վրա։ Այնքան զարմանալու գիրք Աստվածաշունչը, կարդացեք։
գիտությունը այսօր բաներ բարձր ու նայում են ասում են այստեղ գրված է եղել դրա մասին եւ սատանան այն առաջի օծը վայր գցվեցավ որ բան սարքու է գիտեք ինչա բան սարքու բան սարքու կամ մի հատ կրկնեք բան սարքու գիտեք ոչ մի բան չկա ինչ որ մի խոսակցություն լսել է նորմալ խոսակցություն ու դրա վրա կարա ինչ որ բան սարքի շարով տալ որ ասում են էս այլ մի բան սարքեց մանա գալիս սատանան մեր վրա ինչ որ մի բան սարքի սա կոչվում է բան սարքու անորենը այդպիսին է վայր ընկավ նա այն առաջի օծը որ սատանա է անվանվում որ բան սարքու է երկրի վրա վայր ընկավ եւ միջև այսօր ստեղ է հայտնության ուրիշ խոսքերի մեջ ասում է վայ երկրի վրա գտնվողներին որ բան սարքում վայր ընկավ նա այստեղ է նա հետո չի ուր որ գնում ենք մեր հետևից քաշ է գալի որ մեզ մոլորացնի բայց Հիսուսը քո հետ է ամեն եւ դու ուժեղ ես եւ քեզ պետք չի ընդհանրապես վախենալ նա ընդհանրապես ոչինչ չի կարող անի կողքինիդ նայասա նա ոչինչ չի կարող անի ամեն իշխանություն քեզ ա տրվել ասում է ահա ամեն իշխանություն ձեզ տալիս է օծերի կարիճների եւ սատանու բոլոր զորության վրա եւ ձեզ ոչ մի բան վնաս չի տալու սա մեր Հիսուսի խոսքն է հալելույա բռնի ես խոսքերը սա քոնն է դու ունես սա քոնն է հավատա սրան սա քոնն է ու գնա այդպես առաջ այո այդպես էր բասարկուն եւ նա վայր ընկավ եւ եկեք կարդանք Եսայի մարգարեության 14 գլուխը 13 խոսքը բայց ինքդ ասել է իր քո սրտումը գիտես երկնքում էլ չկար մեղք Աստված կատարյալ է ստեղծի ամեն ինչ ես ավելին ասեմ մի կարևոր բան այն որ ասում են երկինք դա նա չի որ Աստծո բնակվելու վայրն է օրինակ երկրորդ երկնքում ապրում են հրեշտակներ ես այս ձև եմ անվանում դա ես եմ այդ ձև անվանում հրեշտակների աշխարհը եւ ոչ մի հրեշտակ Աստծուն չի տեսնում որովհետև երբ որ Աստծո որդին ծնվեց հենց Տիմոթեոսի թղթերի մեջ գրված է եւ հայտնապես մեծ է աստվածպաշտության խորհուրդը Աստված հայտնվեց մարմնում եւ հրեշտակները նոր եկան տեսնելու չեն տեսել ինչքան մեծ է մեր Աստվածը Հիսուսին եկան որովհետև նա էր ճշմարիտ Աստվածը մարմին հագավ որ մեր փոխարեն մեռնի հետո կշարունակենք սրա մասին բայց ինքդ ասել է իր քո սրտումը վեր կելնեմ երկինքը սա խոսում է Արուսյակի մասին որ կոչվեց հետո սատանա Արուսյակը դա հրեշտակապետ էր շատ հզոր գեղեցիկ վեր կելնեմ երկինքը Աստծո աստղերիցը բարձր կդնեմ իմ աթոռը լսում եք կնստեմ աստվածների ժողովի սարի վրա հյուսիսի ծայրերումը վեր կելնեմ ամպերի բարձրությունների վրա բարձրալին կնմանվեմ Աստված ասում է ես իմ փառքս երբեք ուրիշին չեմ տա Նենց չի որ Աստված վախում է իր փառքը գողանալ բայց ինքը այդպես ասում Գիտեք ես խոսքը ասեցի որ մենք հասկանանք երբ որ Հիսուսը ծնվեց Հիսուսի մասին մեկ այլ բան ասում որ դա հենց ինքն է եւ կծնվի մեկը որի անունը կկոչվի սքանչելի խորհրդական հզոր Աստված հավիտենականության հայր խաղաղության իշխան Հալելույա Ամեն ոնց
ուրեմն ինքն էր այդ Աստվածը։ Հա, որովհետև ընդեղ ասում չեմ տա ու հանկարծ այդտեղ բաներ ասեմ, ինչ որ մի հատ երեխա հայացնվե ու ասում այնպես, ասում որ սա Աստված է։ Հա, հենց ինքն էր ճշմարիտ Աստվածն է։ Այստեղ եք, հո չեմ հոգնածնում ձեզ։ Նորմալ է, հետաքրքիր է։ Ինձ էլ հետաքրքիր։ Սատանան ասում է, որ ես վեր կելնեմ, ես կանեմ, են կանեմ, ես ձեր գլուխը գովում է, ուզում է ինչ-որ բաներ անի, հպարտացել է։ Եկեք նայենք Եզեկիել 28-ը։ Դու կատարյալ էիր քո ճանապարհներումը, քո ստեղծված օրիցը, մինչև որ քեզանում անօրենություն գտնվեցավ։ Այս մարգարեն էր մինչև Հիսուսից ծնվելը, մոտավորապես մի 500-700 տարի առաջ, խոսում է սատանայի մասին։ Դու կատարյալ էր, այսինքն Աստված նրան կատարյալ Աստված ստեղծել։ Մինչև որ անօրենություն, մի հատ էլ կրկնել այդ բառը, անօրենություն։ Այսինքն դու մինչև որ քո սրտիդ մեջ առաջացրեցիր, ես չգիտեմ, որ դու բոլորից լավն ես, կգնաք կմտածեք, որտեղից է առաջանում այդ հպարտությունը։ Գիտեք, դու կարաս ուրախանաս, որ Տերը քեզ օգտագործում է, բայց դու երբեք չվերագրես, որ դա դու ես։ Լսում ես։ Նա քեզ ստեղծել է ու դրել է այդ բաները քո մեջ։ Որ մենք գիտակցենք, որ մենք չենք կարա դա անենք, եթե նա չառնի։ Ստեղ եք։ Դու կատարյալ էիր քո ճանապարհներումը, քո ստեղծված օրիչը, մինչև որ քեզանում անօրենություն գտնվեց, եւ հենց այդ անօրենություն, այսինքն դու խախտեցիր Աստծո օրենքը։ Եվ հայտնության գրքի մեջ առաջի գլուխ 14 խոսք, բայց ամեն մեկը փորձվում է բուն ցանկություններից հրապուրված եւ կապված։ Եվ այնուհետև որ ցանկությունը հղիացած է, ծնվում է մեղքը, եւ մեղքն էլ երբ որ կատարվում է, մահ կծնի։ Եկեք մի փոքր այստեղ կանգնենք, ես մի քիչ ուզում եմ սրա վրա բացատրություն տամ։ Կատարյալ էր անօրենը, Սատանան արուսյակ կատարյալ էր, այնքան ժամանակ միջև որ իրան մեջ կամանց առաջացավ այդ հպարտությունը, իրան լավ էր զգում, բոլորը գովում են իրան, ուրախանում է, շատ գեղեցիկ է, շատ լավ երգում է, շատ լավ կազմակերպում է, իրան մոտ ամեն ինչ լավ ստացվում է, ու մեկ էլ կամանց մի էլ մտածում է, բայց երևի ես Աստծուց էլ բարձր եմ, Աստծուց էլ լավն եմ, ասեմ մի կարևոր բան։ Հենց սա էլ նույնիսկ այդ վիճակը ցույց է տալի, որ նրանք էլ չեն տենում Աստված ուրա, ով Աստված։ Մենք չենք էլ կարա նրան տեսնենք։ Ես համոզված եմ, երկնքում էլ մենք չենք կարա ամբողջությամբ նրան հասկանանք։ Նա Աստված է։ Ամեն։ Քո բոլոր կրթությունը, իմ բոլոր կրթությունները, հոգևոր, աստվածաբանական, քիչ է։ Մենք չենք կարա, մենք նույնիսկ մեզ չենք կարա ուսումնասիրենք, հա? Մենք ես աշխարհ մոլորակը չենք կարա ուսումնասիրենք, ամեն ինչը չգիտենք, չենք կարում հասկանանք նորմալ ոչ մի բան, այնքան այդ բաներ կա, ինչ մնաց Աստծուն կարենանք հասկանանք։ Ամեն մեկը փորձվում է բողնի ցանկություններից հրապուրված եւ խախտված եւ այնուհետեւ ցանկությունը հղիացած է, ծնվում է մեղքը եւ մեղքը երբ որ կատարվում է մահ կծնվի։ Լսեք, սկզբից գալուս է ցանկություն։ Սկզբից պարզապես լավ ազգում մարդը։ Էս է ասել։ Լավ ազգում։ Իրա մոտ ստացվում է։ Հալելույա։ Ես լավն եմ, ես պրոստը շատ լավն եմ։ Բոլորից լավն եմ։ Այստեղ համար առաջինն է։ Չէ, հետո մտածում եմ, բայց ինչի՞ չի ես вообще ասեմ, հենց ես եմ Աստվածը։ Արուսյակը հենց այդպես էլ մտածեց։ Եվ իմ թագավորությունը Աստծո թագավորությունից էլ բարձր կդնել։ Ու իրա մեջ կամած, այսինքն սկզբից այդ մտքերը գալիս են,
սկզբից, հետո ինքը տեղ է տալի, հղիանում է, Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, կամաց, դա սկսվում է այնպիսի բաներից, որ նույնիսկ չես էլ կարող անվանես, որ դա մեղք է, կամաց գալիս է և հետո ինչ է առաջանում ընդեղ, առաջանում է, որ հղիություն, մեծանում, մի օր դա պտի ծնվի, թե չէ, պտի ծնվի, երբ որ ծնվում է, այսինքն կատարվում է, այն ինչ որ ինքը սկսել էր մտածել։ Ես չեմ հավատում, որ որևէ մեկը գնում անգնում շնության մեջ ասում է, մի ամիտ ընկա, ու չէ ուզում, մի ամիտ քոր գնացի ընկա։ Ձև բան չկա, ժողովուրդ ջան։ Այս սատանան մեղավոր է, խաբեց ինձ։ Չէ մի հատ անեկդոտ կա այդ ձև ասում է, չեմ էլ հիշում ոնց ասում, բայց զարմանում է սատանան, որ այսպես բաներ կարող անել մարդիկ։ Ինքն արդեն մոռացել է։ Երբ որ մենք թույլ ենք տալիս սխալ մտքերի, օրինակ ատելություն, եկամ քեզ մի բան ասին, դու այդ մարդուն չես էլ ճանաչում, բայց սկսում ես չսիրել, հետո սկսում ես ատել, ու մի օր էլ կարող է մի քանի անգամ հանդիպես, երրորդ, չորրորդ անգամ էլ սկսես անպատվել։ Մեղքը գործեցիր, տեսա, սկզբից մտածում էիր, հետո եկավ սրտիդ մեջ, հետո կամաց մտքով սենց շատացավ, ու մի օր էլ դուրս եկավ քո բերանից, հա, մեղքը կատարվեց։ Եվ երբ որ մեղքը կատարվում, այսինքն մահը ծնվում։ Հասկացանք ինչի է բերում, հետևանքը։ Մեղքը սկսում է ինչից և նրա հետևանքը առաջացնում է մահ, բայց ամեն մեկը փորձում է բուն իր ցանկություններից հրապուրված և խաբված, և այնուհետև որ ցանկությունը հղիացած է ծնվում է մեղքը և մեղքը երբ որ կատարվում է մահ կծնի, ամեն։ Եվ նա, որ մեղք է անում, սատանայիցն է, որովհետև սատանան հենց սկզբիցը մեղանչում է, նրա համար հայտնվեցավ Աստծո որդին, որ սատանայի գործերը քանդի, ամեն, և նա, որ մեղք է գործում, այսինքն անօրենություն է գործում, գիտես, այդ մեղքի անունը մենք շատ անգամ ուզում ենք փափկացնենք, այդ մեղք անունը, դե սխալվեցի, շփոթվեցի, ինչ ձև ուզում եք փափկացնենք այդ անունը, դա մնում է մեղք, որի հետևանքն էլ բերում է մահ, դա մեղք է, և նա, որ մեղք է անում, սատանայիցն է, որովհետև սատանան հենց սկզբից մեղանչում է, նրա համար հայտնվեց Աստծո որդին, որ սատանայի գործերը քանդի, ալելույա Տիրոջը։ Ուրեմն այս համարը, որ մենք սկզբից կարդացինք Հակոբոսի, բայց ամեն մեկը փորձվում է բունի ցանկություններից հրապուրված և այնուհետև ցանկությունը հրանում է եծրում է մեղքը, լավ, եկեք անցնենք առած սրան չնայենք։ Հռոմեացիս 5-րդ գլուխ, սրա համար ինչպես մեկ մարդու ձեռովը մեղքը մտավ աշխարհը և այն մեղքովն էլ մահը, այնպես էլ մահը ամեն մարդկանց վրա տարածվեց, ըստ որում ամենքը մեղանչեցին։ Մի հատ Ադամի ձեռքով աշխարհը ապականվեցավ, մտավ մեղքը աշխարհ և մահն եկավ, և մինչև այսօր մենք բոլորս այդ սխալի ու այդ մեղքի մեջ ենք, այդ Ադամից եկած հետևանքների մեջ ենք։ Ապրում մեկ մարդու ձեռով է, բայց մեկ մարդու ձեռով էլ Աստված ասում է, որ վեր կառնի, և այնպես էլ մահը ամեն մարդկանց վրա տարածվեցավ, ըստ որում ամենքը մեղանչեցին։ Հաջորդ համարը, որովհետև ոչ թե այնպիսի քահանապետ ունենք, Եբրայեցիս 4-րդ գլուխը, 15 խոսքը, որովհետև ոչ թե այնպիսի քահանապետ ունենք, որ չկարողանա մեր տկարությունների հետ կարեկից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեր նմանությամբ, բայց առանց մեղքի։ Ով է մեր քահանայապետը? Հիսուս Քրիստոսը։ Անցած է այս աշխարհով,
Մեր մարմինը հագ է, ծնվել է, աշխարհ է, ապրել է, ամեն ինչը տեսել է, այն ինչ որ այսօր դու ես տեսնում։ Ունենք մի այնպիսի քահանայապետ, մենք կարանք սրանով հպարտանանք, որ կարող է հասկանա քեզ։ Գիտեք, շատ հեշտ է պարզապես ասելը, բայց շատ դժվար է, երբ որ դու դա ապրում ես։ Այսինքն ինքը Աստված եկավ տեսավ ինչպիսին է ամեն ինչ վիճակը եւ ինքը մեզ կարող է կարեկցի եւ օգնի։ Ուրեմն երբ որ մարդը ընկնում է փորձության մեջ, Աստծո խոսքը մենք կարդացինք, որ ասում է ամեն մարդ փորձվում է բուն իր սրտի ցանկություններից, հրապուրված ու խաբված։ Աստված ոչ մեկին չար բանով չի փորձում։ Այստեղ է։ Ուրեմն ես ուզում եմ, որ մեր հավատացյալներս քույրեր եղբայրներ ջան, դուք իմանաք ու սովորեցնեք ուրիշ տեղեր։ Մի քիչ մենք խառնում ենք փորձություն, օրինակ փորձություն կարա եղնի նաև նա, որ մարդը ինչ-որ սխալ մտքեր է տեղ տալիս։ Կռվի մտքեր, նախանձի մտքեր, շնության մտքեր։ Գիտես, ոչ թե Աստված իրան տանում է այդ շնության մեջ, հլա տենանք մեղք գործելու թե չէ, հասկանում եք, հլա տենանք առիթ ստեղծում այնպիսի մի վիճակ, որ տեսնենք կնախանձի թե չէ, Աստված ասում է երբեք չար բաներով չի փորձում։ Այսա ես համարում եմ փորձություն, որը որ մեր մտքով է գալիս։ Հասկանում եք, սատանան կարա մեզ միտք տա, այդ ցանկությունը տա, մեր չերես մարմին, չերես աչքի ցանկություն, չերես աշխարհ, այստեղ եք։ Խնդրում եմ ուշադիր եղեք, այս այնքան կարևոր բան է։ Ու երբ որ մենք սրան ասում ենք փորձություն, այս փորձությունը, սրա հետ մեկ էլ խառնում ենք շատ անգամ այն փորձությունները, որ մարդուն հավատքի համար բռնել են, գցել են բանտ։ Սա էլ է փորձություն, բայց սա ավելի շատ նեղություն է։ Այստեղ եք։ Երբ որ մարդը հիվանդ է, չի նշանակում Աստված իրան փորձում է, իրան հավատարիմ կպահի թե չէ։ Եվ ոչ էլ մարդու մտքերի հետևանքով է այդ հիվանդությունը եկել։ Հասկանում եք։ Այս մարդը նեղության մեջ է, վсё, սա պարզապես դժվարություն նեղություն է եւ ինչ որտեղ էլ այո փորձություն է, որ այս մարդը հավատարիմ գտնվի Տիրոջը ինչպես Հոբը։ Միշտ փառտա պաշտի ծառայի Տիրոջը։ Ամեն։ Մի քիչ մենք սխալ ենք հասկանում ինչ է նշանակում քրիստոնյա լինել։ Ես ուզում եմ նայենք մենք առաքյալներին։ Հլա ցույց տվեք մի առաքյալ, որ միլիոնադեր էր։ Ցույց տվեք մի առաքյալ, որ տներ ուներ, ես չգիտեմ ինչեր ուներ։ Որ սոված ու ծարավ չէր։ Ցույց տվեք մեկին, որ հանգիստ ապրեց ու իր մահով էր խելոք մեռավ։ Դա մենակ Հովհաննեսն էր, որ աքսորված էր Պատմոս կղզում եւ այնտեղ մահացավ բանտի մեջ։ Բոլոր առաքյալներին գլխատեցին, սպանեցին, կաշինները կենթանի տիկ անեցին։ Ես ինչ եմ պատմում Տեր Աստված։ Սա է քրիստոնեությունը։ Այստեղ եք, սա քրիստոնեությունն է։ Այստեղ ուժեղ մարդիկ են, որ հավատում են իրանց Տիրոջը եւ իրանց հավատքը ժամանակավորի մեջ չի, իրանց հավատքը հավիտյան է։ Իրանք ապրում են մահից հետո էլ։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, ով որ ինձ հավատա, եթե մեռնի էլ, պիտի ապրի։ Այս է հավատքը։ Մի քիչ մենք մտածում ենք,
հիվանդության վերաբերյալ ու մի քիչ խառնում ենք այս պահը փորձության հետ, մտածում ենք այս փորձությունը տենասխի եկավ։ Ժողովուրդ, սատանան երկրի վրա է։ Մենք ապրում ենք այս հիվանդացած երկրի մեջ արդեն, որ Ադամի մեղքով հիվանդացել է։ Դրանից հետո էլ մենք ենք հիվանդացել մեր ուտելիքները սաղ։ Մեր ուտելիքը, մեր խմելիքը մենք ենք փչացրել։ Ու մենք ապրում ենք այս հիվանդացածի մեջ։ Աշխարհի մեջ Հիսուսն ասում էր նեղություն կունենաք, բայց քաջասիրտ եղեք, ես հաղթել եմ աշխարհին։ Ամեն։ Իսկ այն մնացած փորձությունները, որ կեղնի ցանկություններ, մարմնավոր, աչքի, ես չգիտեմ ինչեր, այսա իսկապես սա մենք ենք տեղ տալի։ Այսա մենք ենք տեղ տալի։ Եվ սա գալիս է, սա հենց այնպես չի